Բարև բոլորին։ Այսօր ուզում եմ անդրադառնալ քաղաքական խոպանչի Աննա Աբրահամյանին եւ մաշված Նարեկ Մալյանին, որոնք ձեռնամուխ են եղել հակահայկական, հակաքրիստոնեական գործընթացի, պախարակելով Ռոբերտ Քոչարյանին, նրանք այսօր ամբողջ ընդդիմությանն են հարված հասցնում։ Ես հիմա կծանոթացնեմ այն տեխնոլոգիան, ինչը որ նրանք կիրառում են, որպիսի դες գցեն իրենց ծուղակը, բայց ես ապավինում եմ ձեր ողջախոհությանը եւ ես վստահ եմ, որ դուք ընդհանրապես չեք ուշադրություն դարձրի նրանց հորդորներին։ Աննա Աբրահամյան քաղաքական խոպանչին իրեն իրավունք է վերապահել ազգային հերոս, Արցախի ազատագրող, երկիրը շենացնող Ռոբերտ Քոչարյանին, եթե ես այս բառերը չափազանցնում եմ, թող Աստծու պատժին ես արժանանամ։ Ռոբերտ Քոչարյանին պախարակելով փորձում են իրենց ապահովագրել, որովհետև նրանք շատ լավ են հասկանում, որ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես նշեց ինքը, միակ առաջնորդն է, ով շեշտել է, որ իր գալու դեպքում բոլոր մեղավորները պատասխանատվություն են կրելու։ Իսկ մինչև Նիկոլենց պատժին անդրադառնալը շատ մարդիկ են ենթարկվելու պատասխանատվության իրենց սահմանադրական պարտականությունները չկատարելու համար։ Իրենք իրենց մի քանի գլխի համար ամբողջ մեր ազգին դրել են գիլյոտինի տակ։ Այս սուբյեկտների պատճառով է նաև ՀՀԿ-ի նման մեծ կուսակցությունը այսօր շարքից դուրս եկել։ Դուք դրա համար եք պատասխան տալու։ Վիդեո է անում այս քաղաքական խոպանչին։ Միշտ ուզում եմ հասկանամ, իրենցից ով է ավելի ստախոս՝ Նիկոլը, թե այս երկու մարդիկ։ Վիդեոյի ընթացքում նա անդրադառնում է աշխարհում կատարվող գլոբալ սահմռկեցուցիչ փաստերին, որոնց կիզակետում Հայաստանն է, հետո կտրուկ անցնում է ուղղորդման process-ին, որ խնդրում եմ ձեր ձայնը տվեք Սամվել Կարապետյանին կամ Նիկոլի մոտ MIP աշխատած Արման Թաթոյանին, եւ անպայման վերջում 10 րոպե անդրադառնում է Ռոբերտ Քոչարյանին պախարակելու, սևացնելու, սուտ, կեղծիք ինֆորմացիա տարածելու, մի խոսքով նիկոլություն անելու վրա։ Ես ուզում եմ հասկանամ ձեր ամոթի բացակայության աստիճանը։ Իսպառ բացակայում է, թե որոշ տոկոս դեռ ունեք դուք ամոթի զգացողություն։ Ու ես շատ լավ եմ հասկանում, որ դուք շատ լավ գիտակցված եք սա անում ու դուք հանցագործություն եք անում հայ ժողովրդի հանդեպ, դուք վաղը մյուսօր ենթարկվելու եք քրեական պատասխանատվության, որովհետև դուք ձեր գործունեությամբ օգնում եք միայն գործող իշխանությանը։ Հարց եմ ուզում տալ, Աննա Աբրահամյան, աշխարհում բոլոր հայերի մասին մտածող մարդկանց մուտքը Հայաստան փակ է, իսկ քո մուտքը, չգիտես ինչի, փակ չէ։ Այստեղից ենթադրություն, որ դու Նիկոլ Փաշինյանին օգուտից բացի ոչ մի վնաս չես հասցնում։ Ձեռ ես առնում Ֆանարիկ փարթին, impeachment, Ֆանարիկ փարթիի առաջին հորիզոնականում քո սիրելի մարդիկ էին գերակշռում։ Դա պատիվ ունեմ խմբակցության Արթուր Վանեցյաններ, Հայկ Մամիջանյաններ, Արմեն Աշոտյաններ, հետո Լևոն Քոչարյանը եւ Իշխան Սաղաթելյանը։ Նրանք մասնակցել են բոլոր Ֆանարիկ փարթիներին, դու էլ էիր մասնակցում, դրոշը ուսերիդ գցած, պտտվում էիր, բարձացար բեմ, երկու բառ չկարողացար կապել, որտեվ քո նմանները սովորաբար շատ ավելի համարձակ են էկրանից այս կողմ։ Դրա համար դու պատասխանատվության ես ենթարկվելու խաբեության համար, դու պատասխանատվության ես ենթարկվելու մարդկանց պախարակելու համար։ Իսկ impeachment ինչի բա չեք անում։ Ստորագրեցին, բա ինչի impeachment չեք անում։ Ձեռնամուխ եղեք եւ ընտրել եք առաջնորդ, գնացեք impeachment արեք։ Բա ինչի չեք անում։ Ինչի եք ամեն բան գցում Ռոբերտ Քոչարյանի վրա։ Դուք չեք ամաչում, թե ձեզ թվում է մենք փափախով քուրդ ենք, թե նիկոլական ենք։ Հա? Ընդհանրապես հեռու մնացեք, այս ազգին եթե օգուտ չեք կարողանում տալ, վատություն մի արեք, բոլորդ ղուրբան ըլնեք Ռոբերտ Քոչարյանին, իր մարդ տեսակին, իր մեծահոգությանը, իր արժանապատվությանը, իր արած գործերին, մտեք էջումս նայեք ու ամոթից գետինը մտեք, եթե ամոթ ունեք, նայեք ինչեր արես մարդը, ինչ երկիրա շենացրել տվեց ձեզ, որ փուստ տվեցիք Նիկոլին, հիմա բոլորը ձեր հերթին առանց ամաչելու գալիս եք մեղքը գցում եք ձեր վրայից, որտեվ շատ լավ եք հասկանում, որ դուք պատասխանատվություն եք կրում նրա համար, որ այս երկիրը դուք փուստ տվեցիք։
ուզում ես ասես Քոչարյանը չեղավ, Թաթոյանի չափել չեղավ, սիրելի հայրենակիցներ, ուրեմն ուշադիր լսեք, Արման Թաթոյանին առաջ են ուզում մղել, չեք ենթարկվելու իրենց պրովոկացիաներին, Արման Թաթոյանին, Հայկ Մարությանին, ոչնչություններին, ովքեր այնքան թասիբ չունեցան այն մարդկանց նման, ովքեր ինքնաբացարկ արեցին, հասկանալով, որ միայն ձայն են փոշիացնելու, բոլոր այս մարդիկ լծված են Նիկոլին օգնելու գործընթացին։ Տվեք ձեր ձայնը 3 կարևոր ուժերից մեկին։ Ես առաջարկում եմ Քոչարյանին, եթե ոչ կամ Սամվել Կարապետյանին կամ Գագիկ Ծառուկյանին։ Խնդրում եմ ոչ մեկի պրովոկացիային չենթարկվեք ու ընդհանրապես այս դավաճաններին դուք մի լսեք։ Շատ շնորհակալ եմ։